մի հարտակլնի, մի մագարտակլնի, կլնի մի շնորհ կազմակերպություն, կլնի բեռնափոխադրում, որ ու կլնի կառավարության կողմից վերահսկողություն։ Մեր նպատակն է դա։ Ու մենք որպես անտեսված չլինենք, Մոսկվայից ավելի շուտ հասնում ենք վրացական ստայանք, քան թե վրացական ստայանքից, որ սահմանը հատենք։ Օրերով հերթ ենք կայնում, օրերով։ Երանի ենք տալիս, որ խոսքի ստայանքում լինի 10 մեքենա, որ գոնեմ մի 2 ժամվա, 3 ժամվա, 4 ժամվա անցնենք։ Ոչ թե խոսքի 4 օր կայնենք վրացական ստայանքում, կամ մի սուտ կա Վրաստանից հայկական տամոժնին։ Պրոստը ամեն ինչին պետք է վերահսկողություն լինի, աշխատանք լինի։ Մեզից պետք է էդի, սաղից, սաղ բեռնափոխադրողին, Հետո հարց էլ կա։ Վրացիները կալս են կանխիկ գումարով, բեռը դադարգին իրանց կանխիկ գումարը վերցնեմ գնեմ են իրանց տուն։ Իսկ մենք որ բերեմ ենք դադարգը 8 օր 10 օր մերը փոխանցում է։ Ոնց ալեմ, որ մերը փոխանցում է, պետք է 8 օր 10 օր 5 օր սպասենք։ Բայց վրացիները կան դադարգեն կանխիկ վերցնեն գնան։ Ոնց ալեմ այտենց։ Կամ այդ ինչի համար 8-ից 10 օր։ Այդ հարցն էլ է, սաղից տանջում է, սաղից էլ հետաքրքրում է։ Թողնի 3 աշխատանքային օր կամ 10 աշխատանքային օր, 15 աշխատանքային օր, 30 օր, ինչի համար։ Եթե մարդը Մենք չեն տալի, մենք չեն տա։ Մենք որ կանխիկ վերցնենք, գկան հարգայինը, կաս լարտենամ այդ կանխիկ գումարը որ բերել ես։ Ինչի համար, որ հարց ես ուզում ուզես։ Մեզի չեն տալիս։ Բայց հարցը իրենց տվել եք ինչի։ Տվել ենք, ասում եմ, բայ չեք ուզում երկրի բյուջեն լցվի։ Մենք ուզում ենք երկրի բյուջեն լցվի, բայց դուք եք թողում երկրի բյուջեի գումարը է տա։ Չէ, նկատի ունեմ ինչի 8 կամ 10 օր հետո էլի։ Ասում ենք, ասում եմ, պատվիրատուն այդքան ժամանակում է փոխանցում։ Այդ պատվիրատունը կարում է 100,000-ի, 200,000-ի, 50,000-ի, 20,000 դոլարի կամ 20 միլիոնի գումարը ապրանքը բերի Հայաստան, ինքը չի կարող օրինակ 1 միլիոն կամ 2 միլիոն գումարը այդ օրը կամ երրորդ օրը մաքսիմում փոխանցի։ Այդ ո՞նց է։ Լսեք, թուրք են վարձում բերում մտցնում Հայաստանի Հանրապետության զորամասեր, հասկանում եք։ Նկատի ունեք թուրքական բեռնատարներ, որոնք Չէ, նկատի ունեմ վրացական համարներով ազգությունները թուրք են։ Վարձում բերում են, մտցնում են Հայաստանի Հանրապետության զորամասեր։ Որ իրան գալիս են, դե զորամասում խելքը գլխի ժողովուրդ են։ Տոսում են տոց ձեր կալացողի մամաներն էլ, բարձողի մամաներն էլ, այդպես կտոնեք տղեր ցույց կտա կողմել։ Չէ, առանց հայանքի։ Չէ, էդի իրոք եղել է այդքան բանը։ Ու եղել է, ու անցած տարի որ հավաքվել են սեպտեմբերին, ուտքան բանը խոսացվել է, ու ասել են։ Էդի պետք չէ էլի, մարդիկ թող մի հատ ուշքի գան։ Եթե վրացում բարձում են, վրացին մեր ճանապարհը փակում է, խեն վրացական մեքենաները բարձում։ Վրացական մեքենաները համարանիշներն է վրացական, մնացածը սա թուրքեր են։ Վարորդները թուրքեր են։ Մեր գործընկերը էդի նկատի ուներ, որ ոչ թե ինչի մարեն բերեմ Թուրքերին չի մարեն բերեմ հայկական զորամասները մտցնեն, որ ամեն ինչը տենալով դրա համար հասանք այս օրի։ Թուրքական մեքենան դադարք բերում մտցնում են Հայաստան, որ բերը բարձի գնա Թուրքիա։ Ու մեր հայկական մեքենաները չեն կարող մտան Թուրքիա։ Եթե մենք չենք կարող մտան Թուրքիա, խեն Թուրքին թողում մտնում Հայաստան։ Հետն էլ զորամասները չի մար։ Էդի իրենք հասանելիություն ունեն, թե ուղղակի։ Հա, դե մեքենան բեռնափոխադրում անեմ զորամասի մար։ Զորամասն պարզվում է, որ այդ մեքենայի վարորդը թուրք է։ Չեն թողում մտնի զորամաս, հայ վարորդն բերել դրել են ռուլին, որ մտնի բեռնաթափում անի դուրս գա։ Այդ ամեն ինչը տեղում է պարզվում։ Դե չգիտեմ, տեղյակ է, եթե տեղյակ է։ Երկրի ղեկավար որ տեղյակ լինի, խիչի հարցին լուծում տա, այդ տվյալով որ հաստատել է, այդ որ բերել է, խիչի ասում լարի պատասխանատվության ենթարկվեք։